Ժողովուրդ ջան, բարի լույս, այսօր հունիսի 13-ն ենք ու գիշերը Իրանին Իսրայելը խփեց։ Բավականին ուժեղ հարված էր, որովհետև մեծաքանակ ու լուրջ գեներալների են սպանել, ժամը գիշերվա 5-ն էր Հայաստանի ժամով, եթե չեմ սխալվում։ Խփել են նաև ատոմային կայանները, որտեղ որ հարստացվում էր ուրանիում ու դա Իրանի համար շատ կարևոր կետեր էր ու զգուշացրել էր, որ հանկարծ չհամարձակվես կպնես, համարձակվեցին կպան, իսկ Իսրայելն ու Ամերիկան լավ խաղ էին խաղում իրար հետ, բարի ու չար ոստիկանի դերեր էին ստանձնել ու մի խոսքով Իրանին, այսպես ասած, կուտը տվեցին, խելոք մնացել էր անսպասելի տեղի ունեցավ այս ամենը։ Հիմա տեսեք, սրա հետ մեկտեղ, ինչպես որ նախորդում ասում էի, եթե հանկարծ խփեն, շուկան ընկնելու է։ Ու այս մոտակայքում էր, երևի ժամը 8-ի կողմերն էր, 7-ի 8-ի կողմերն էր, որ Ամերիկան նույնպես ինքը մի հատ նկար հայտարարեց, որ զգուշ եղեք ամերիկացիք այդ տարածքում, որովհետև կարա ինչ-որ բան տեղի ունենա, ու իրականում տեղի ունեցավ։ Տեսնում եք, այս մակարդակը այստեղից միանգամից ջարդեց ներքև, չպահեց որևէ բան, հիմա այն կետում ենք գտնվում, որը որ մի քիչ անորոշ է, օրականով որ նայենք, օրականով մենք էլի ռեյնջի մեջ ենք, դեռևս բան չի փոխվել, բայց ես համենայն դեպս ակնկալում եմ, որ պետքա շուկան շարունակի ընկնել, քանի որ Իրանն էլ նույնպես պատասխան է տալու, համենայն դեպս տենց էին պատմում, որ հազարավոր բալիստիկ ռակետներ են ուղարկելու ու Իսրայելը զրոյացնելու են։ Թե հիմա ոնց կլինի, կտեսնենք, բայց համենայն դեպս այս լարվածությունը, քանի դեռ չի անցել, ես չեմ կարողանում պատկերացնել, թե շուկան ոնց է շարունակելու բարձրանալ։ Համենայն դեպս այսօր նույնպես այն օրերից է, որ ավելի լավ է բան չանել, կամ եթե ինչ-որ բան պետք է արվի, որը որ ես անելու եմ, հետևյալն է, այս երբ որ հասնի 105,700-ի սահմաններում գինը, բիտքոյնի ես վաճառք եմ անելու այստեղ էլ stop loss-ն եմ դնելու, ինքը շատ վտանգավոր գործարք է, որովհետև գեոպոլիտիկ խնդիրներ են։ Հետևաբար այս գեոպոլիտիկ խնդիրների դեպքում մակարդակներ, որ ասես տենց լիարժեք կարան աշխատեն, չէ, եւ վստահ էլ չեմ կարա հասնի, թե չէ, կարա նույնպես, եթե կարճաժամկետ թրեյդեր սիրում եք, կարող եք սենց անել, 5 րոպեանոց գրաֆիկաներ բացել, այն պայն, երբ որ սա ջարդի, վաճառել, շորտել, բայց համենայն դեպս ոչ մի դրական բան չեմ տեսնում, որ շուկան շարունակելու է վերև բարձրանալ։ Իհարկե, երբ որ բիտքոյն ենք ասում, նաև ասում ենք բոլոր այն մնացած քոյները, որը որ շուկայում կա, որտեղ տեսեք նույն ազդեցությունն է, բոլորը, այստեղ եկեք նայենք top volume-ով թեկուզ, -8%, -9% Ethereum-ը, եկեք USDT դնենք, որպեսզի պարզ լինի, PP-ն 13% անկում, XRP-ն 5.6, Doge-ը 8, Fartcoin-ը 17, Sui 10%, Home 27%, մի խոսքով բավականին տխուր է, ինչ-որ մեկը NXP-ն 10-20% աճ է գրանցել, բայց մնացածը տեսնում եք, որ կարմիր է ու հավանաբար կարմիր էլ շարունակվելու ամբողջ օրը։ Զգուշ եղեք, ժողովուրդ, որովհետև շատ վտանգավոր սիտուացիա է այս պահին ամբողջ շուկայում, հուսանք լավ կլինի։ Ձեզ լավ օր եմ մաղթում, կհանդիպենք, մերսի։